Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Ողջույն պարոն Հակոբյան։ Շնորհակալ եմ, որ այժմին մեզ հետ եք։ Հարցազրույցը սկսենք Ստամբուլյան հանդիպումից, Փաշինյան-Էրդողան հանդիպում, շատերը ասում են պատմական է այդ հանդիպումը, դուք ևս համարում եք պատմական, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու չեք համաձայն նրանց հետո ասում է դա պատմական է, եւ կարևոր հարցը, որը իմ հյուրերիս ուղղում եմ վերջին օրերին, ինչու էր Էրդողանը հրավիրել ձեր կարծիքով Փաշինյանին, ինչու էր Փաշինյանը ընդունել հրավերը եւ գնացել Ստամբուլ, համեցեք։ Տեսեք, պատմական է թե չէ, այդ թող բացատրեն նրանք, ովքեր պատմական են անվանում, բայց իր իմաստով կարևոր էր այս այցելությունը, որովհետև փաստացի երկկողմ պաշտոնական հանդիպում էր եւ ինքը ոնց որ թե ոչ այլ միջոցառումի շրջանակում, այլ հենց ուղիղ հրավերում, ինչպես դուք ասեցիք, եւ այդ տեսակետից կարելի ասել, որ ինքը կարևոր էր եւ առանձնահատուկ։ Հիմա ինչ հարցեր են քննարկել ենթադրաբար, որովհետև շատ սուղ տեղեկատվական լուր կա եւ արտահոսք կա, թե ինչի մասին է խոսքը եղել, այսինքն այն ինչ որ ասվում է, փաստորեն հասկանալի է, որ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, տարածաշրջանային հարցեր եւ այդքանը։ Հարավային Կովկաս, տարածաշրջանային, այսինքն մինչ հանդիպումը խոսվում էր նրա մասին, որ հնարավոր է ինչ-որ հայտարարություն համատեղ ստորագրվի, հնարավոր է նաև որոշակի արձանագրում լինի հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթ կոչված այդ իրավիճակի վերաբերել, բայց այդ ամենը առ այս պահը չեղավ եւ նշանակում է, որ որոշակի անհասկացողություններ կամ տարաձայնություններ բնականաբար մնացել են, որոնք հետագայում կարծում եմ փորձելու են լուծել։ Հիմա որ նա իմ կարծիքով արդեն այս հանդիպման տարբերությունը մնացած հնարավոր հանդիպումներից։ Ուրեմն եւ դա ինչ որ ես հիմա կասեմ, դա նաեւ արտահայտվում է ներհայկական տիրույթում եւ մենք դրան կանրադառնանք։ Ուրեմն ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Հայաստանում կա ռուս-թուրքական հաղորդակցող անոթների սկզբունքը։ Եվ այդ հաղորդակցող անոթների սկզբունքում ընդհանուր զորությունը կառավարման եւ վերահսկման տարածաշրջանային ռուս-թուրքական այդ անոթներում մի կողմից տեղափոխվում է մյուս կողմը փոփոխության պարագայում։ Այսօրվա իրավիճակում հասկանալիորեն եւ տեսանելիորեն թուրք-ադրբեջանական տանդեմի զորությունը ավելացել է եւ ռուսական զորությունը տարածաշրջանում նվազել է, դա արտահայտվեց Արցախում, դա արտահայտվեց Սիրիայում, դա արտահայտվեց ընդհանուր տարածաշրջանում եղած զարգացումներում։ Ռուսաստանը շատ մեծ ռեսուրս է օգտագործում եւ համաշխարհային իր դիրքերը թույլատրել են ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ Եվ այսօր թուրք-ադրբեջանական տանդեմի իրական ազդեցությունը տարածաշրջանում շատ ավելի մեծ է եւ Ռուսաստանի կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից շատացել է։ Քանի որ նաեւ ասել ենք բազմաթիվ անգամ, որ Փաշինյանի արտաքին քաղաքական խնդիրը ինքը ֆլուգերային է իր էությամբ, որ կողմից ավելի ուժեղ ճնշում կա կամ այլ բառերով ասած ավելի ուժեղ քամի կա, ինքը այդ կողմի վրա շրջվում է։ Այս պահին ավելի ուժեղ է, ինչպես եւ ասացի, թուրք-ադրբեջանական տանդեմը եւ Փաշինյանը շրջվել է դեպի թուրքական ադրբեջանական կողմ եւ իր համագործակցությունը ավելի փորձում է խորացնել եւ սերտացնել թուրք-ադրբեջանական կողմի հետ։ Ինչպես նա կարող դա անի։ Հաշվի առնելով այն փաստը, որ թուրք-ադրբեջանական տանդեմի վերջնանպատակը դա հայկական պետականության որպես այդպիսին ոչնչացումն է, որպես գործոն տարածաշրջանում, որպես հայկականության բացակայությունը պետք է լինի Հայաստան կոչվող պետության շրջանակում։ Ինչպես պետք է անի, պետք է քայլ առ քայլ բավարարի թուրք-ադրբեջանական պահանջները։ Եվ առ այս պահը նա դա արել է բավականաչափ մեծ հաջողությամբ։ Հիմա նույն խաղաղության պայմանագրում, որը կապիտուլյացիոն 20 թվականի նոյեմբերի 9-10-ի փաստաթղթի վերջնական, այսպես ասած, ամբողջականացումն է, նա դա շարունակում է անել, կարծում եմ
Էրդողանի հետ եւ Ալիևի հետ հարաբերություններում կարևորագույն կետը լինելու մյուս փուլում բանի Միջանցքի Զանգեզուրի Միջանցք կոչեցյալ խնդրի լուծումը, մյուս փուլում փախստական կոչվող ադրբեջանցիների վերադարձած այդ ամենը ճակերտում դեպի իրենց մայր բնորանը, այսինքն Հայաստանը, բնականաբար հրաժարումը պահանջատիրությունից ցեղասպանության հետ կապված, որը առ այս պահ չի եղել առանձնապես ցեղասպանության ճանաչումը որպես առաջնահերթություն վերացումը մեր գործող սահմանադրության շրջանակում են ինչ-որ Ադրբեջանն անդադ ասում, Թուրքիան էլ բավականաչափ պարզ ակնարկում է համապատասխան փոփոխությունները կապված նույն Արցախի հետ, կապված ցեղասպանության հետ եւ այլն։ Այսինքն քայլ առ քայլ հայկական պետությունը դառնում է իր էությամբ ոչ հայկական եւ սա բնական է որ թուրք-ադրբեջանական բանի տանդեմի պահանջն է հիմա ինչու՞մն է Ռուսաստանի դժգոհությունը դա կարեւոր է հասկանալու համար որովհետեւ Հայաստանը դարեր շարունակ եղել է հետեւյալ ակցիանի մեջ եւ հետեւյալ ծուղակի մեջ դա եղել է թերկացած ռուսասիրություն թերկացած ռուսասիրություն այլ բառերով ասած թուրքական կողմը եւ ռուսական կողմը շատ արդյունավետ խաղարկել են հետեւալ ձևաչափը թուրքերը մեզ մորթում են ռուսները մեզ փրկում են եւ այդ ակցիանի մեջ դու այլընտրակ փաստացի ստացվում է որ չունես կամ ռուսներն են կամ թուրքերն են եւ Փաշինյանի այս քայլերը այդ տիրույթում են այսօր նույնպես իրականացում։ Նա ռուսական մետրոպոլիայից, որի ենթակայության տակ էր ամբողջ մեր պետական կոչվող համակարգը ինքը անձամբ մինչև 22 թվականի փաստացի վերջերը, մինչև 23 թիվ կարելի է ասել, դրանից հետո ինքը սկսեց շեղվել դեպի մյուս կողմ։ Եթե Ռուսաստանը չի, ուրեմն ով է Թուրքիան։ Այսինքն, որ Հայաստանը կարող է լինի ինքնիշխան, Հայաստանը կարող է իր ապագան կերտի այդ ակցիանից դուրս, դա չի քննարկվում։ Պարոն Հակոբյան, ներեցեք, դուք ասացիք, դա պատասխանում եք այդ հարցը ինքներդ ձեր առջև դրեցիք, ինչու է դժգոհում Ռուսաստանը։ Հիմա ես ուզում եմ դրան գամ։ Պարզապես հիշեցնեմ, որ դուք ասում եք դրանք հաղորդակցվող անոթներ։ Այո, եւ այդ հաղորդակցվող անոթների մեջ բնականաբար կա ներքին մրցակցություն։ Իրենք ընդհանուր են անում, որ Հայաստանը պետք է հայկական չլինի, հայկական պետությունը պետք է գործոն չլինի, պետք է կենսունակ չլինի, եթե չլինի ընդհանրապես ավելի լավ, ոնց որ եղել է ընդհանրենք դարեր շարունակ, բայց դա չի նշանակում, որ թե Հայաստան տարածքի վրա ում ազդեցությունը ավելի մեծ կլինի, դա մրցակցային խնդիր չէ։ Ռուսները արդյունք համոզելու, արտադրելու Փաշինյանին անել այն, ինչ պետք է երկու կողմերը։ Փաշինյանը այսօր Փաշինյանն է, վաղը Փաշինյանը չի լինի։ Երեք Փաշինյանը չէ, ես ուզում եմ ասեմ, այդ մրցակցությունը դարերի մրցակցությունն է, միաժամանակ մի ընդհանրության մեջ նաեւ մրցակցություն։ Բայց դուք այս պահի դժգոհության մասին եք։ Այս պահի դժգոհության մասին եմ խոսում, որովհետեւ ֆլյուգերը այսպես ասած թեքվում է դեպի թուրքական կողմ։ Ռուսաստանը միշտ դարեր շարունակ նորից կարողացել է այդ իմ ասած ակցիանի շրջանակում, այդ ծուղակի շրջանակում հայկական շահը որպես մանրադրամ վաճառել թուրքական կողմին։ Այսօր ռուսական կողմի այդ միջնորդությունը վաճառելը դուրս է մղվում։ Այսինքն Փաշինյանը այս գործող վարչակարգը ասում է, ինչի դա պետք է ռուսը անի եւ առավելագույն բոնուսը ինքը ստանա, եթե ես ինքս կարող եմ դա անել։ Ներողություն, եկեք ամփոփ, այսպես ես 3 տարբերակ առաջարկեմ Ստամբուլյան, ուրեմն հանդիպման իմաստը, ինչու էր մենք մեր հարցներ, ինչու Փաշինյանը գնաց, ինչու Էրդողանը հրավիրեց եւ ընդհանրապես դե ամփոփել չենք կարող, արդյունք չունենք, չգիտենք մենք ինչ են խոսել։ Դուք էլ ասացիք, այդպես աղոտ ինչ որ ձևակերպումներ էր։ Առաջինը կոնսուլտացիաներ էր արվում, քանի որ այսօր գիտենք, որ Ստամբուլում 40 երկրներից ավել ներկա ուրեմն իսլամական
համագործակցության կազմակերպության անդամ արտակարգ նստաշրջան է հայտարարվել եւ այնտեղ են այդ երկրների ներկայացուցիչներ, արտգործնախարարները։ Գուցե կոնսուլտացիաներ Իսրայել, Իրան այս իրավիճակի պարագայում պետք է հստակեցնել գործողությունները, երկրորդը գուցե բանակցություններ Փաշինյանի հետ, էլի խաղաղության պայմանագիր, հայ-ադրբեջանական համագործակցության հարաբերությունների հետ կապված, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, դա երկրորդն է, առաջինը ուրեմն կոնսուլտացիաներ, թե բանակցությունները, թե պարտադրում է, որպեսզի արդեն Թուրքիայի կողմից, տեսեք, դուք ասում եք Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով եւ չի կարող այսպես կոնսուլտացիայի հրավիրել կամ պարտադրելու համար հրավիրել Փաշինյանին, Թուրքիան է ստանձնել այդ պարտավորությունը, պարտադրում կատարել իրենց շահերից բխող, թուրքական շահերից բխող ուրեմն պահանջների կատարում։ Տեսեք, որ տարբերակներ այս երեքից։ Ձեր ասացի բոլոր կարծում եմ բոլոր տարբերակներն կան, բայց որոշակի համամասնությամբ։ Հայաստանն եւ Փաշինյանը մասնավորապես փաշինյանական վարչակարգը չունի որևէ զորություն, որպեսզի կարողանա տարածաշրջանային ընթացող զարգացումներին մասնակցի առավել եւս ազդի։ Այնպես որ կարող է ընդհանուր Գուցե ներակատարում պետք է լինի։ Կարող է ուղենիշներ տրվել, որ այս բաները կանես կամ այս բաները չանես հանկարծ եւ դրանով այսպես ասած անցնեն, որովհետեւ ենթադրենք դիրքորոշում հայտնվեց Իրանի հետ կապված, որ հայկական կողմը աջակցում է Իրանին այս Իրան-Իսրայել պատերազմի շրջանակում եւ այդ դիրքորոշումը կամ դրա շուրջ եղած որոշակի այլ դիրքորոշումների կամ հարցերի ուղեցույց կարող է քննարկված լինի։ Երկրորդ հարցը շատ ավելի կարևոր է իմ կարծիքով, այսինքն Փաշինյանի հետ ասվել է, որ եթե դու ուզում ես հայկական հարցի փակումից, դա Փաշինյանի նպատակ մեկն է, եւ քո իշխանության հարատևում, դա Փաշինյանի նպատակ երկուսն է, ապա մեր բաների պայմանների ապահովում պետք է լինի եւ ես արդեն թվարկեցի հիմնականում այդ պայմանները որոնք հայտնի են եւ ակնառու են եւ այդ դեպքում դուք ունենաս կշարունակես ունենալ մեր թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունը։ Պարտադրում կատարել իրեն շահերից Չէ, ոչ միայն պարտադրում, այլ նաեւ դրա բան հորդորում, սենց ասենք, որովհետեւ Փաշինյանը ինքն է խնդրողի դերում, երբ որ դու խնդրում ես ինչ-որ մի բան, քեզ դա կարող են տալ, պարտադիր չի պարտադրին։ Ասացի, Փաշինյանը խնդրում է, որ իր իշխանությունը հարատևի եւ իրեն թուրք-ադրբեջանական կողմը օգնի, որ ինքը իր ծրագիրը, որը ընդհանուր ծրագիրը հայկական հարցի փակում ընդհանուր առնամբ իր կարողանա կյանքի կոչել։ Սա է Փաշինյանի խնդրանքը, ոչ միայն թուրք-ադրբեջանցիներից, ռուսներից էլ այդ խնդրանքը, արևմուտքից էլ այդ խնդրանքը, արևելքից էլ բոլորից նախընտրում է մի բան։ Թույլ տվեք, ես իմ ծրագիրը, ինչով որ ես եկել եմ, ինչով որ ինձ բերել են, ես կյանքի կոչեմ, վերջնականացնեմ հայկական հարցի փակում եւ իմ իշխանության հարատևում։ Սա է ինչ որ ինքը խնդրում է։ Հիմա եւ ինքը այս պահին տեսնում է դրա երաշխավոր, հնարավոր ամենալուրջ երաշխավոր թուրք-ադրբեջանական տանդեմին, մասնավորապես Թուրքիային։ Եվ դա առաջացնում է ռուսների դժգոհությունը։ Եվ բնական է, դեռ ռուսները այնպես չի որ դեմ են, որ Փաշինյանի այս տիպի իշխանությունը եւ այս կարգի վարչակարգը շարունակի Հայաստանի տապալումն ու ոչնչացումը պետական իշխանության, պետական ինքնիշխանության։ Բայց ռուսները դեմ են, որ դա իրանց վերահսկողությամբ չլինի։ Այլ բառերով ասած կոնկրետ օրինակի վրա, եթե պայմանական պետք է լինի Զանգեզուրի միջանցք, պայմանական, ով այդ միջանցքը վերահսկելով, բնական է ռուսները ուզում են, որ իրանք վերահսկեն, թուրքերը ուզում են, որ իրանք վերահսկեն, եւ հասկանալի է, որ այդտեղ կա մրցակցություն։ Ամենաակնառու օրինակը Արցախի օրինակն էր։ Ամբողջ այդ ոնց որ Շոյգուն էր ասում փայլուն օպերացիան, որ իրականացվեց, արդյունավետ օպերացիան, որ իրականացվեց ռուս-թուրքական Շոյգեի բառերով, նախնական պայմանավորվածությունը հետևյալն էր, չէ՞ որ տարածքը անցնում է Ադրբեջանին, բայց ռուսական զորքա այնտեղ մնում։ Այսինքն ռուսական վերահսկողությունը Ադրբեջանի տարածքում, որովհետև Արցախը դիտարկվում էր, դիտարկվելու էր եւ դիտարկվում էր Արցախը որպես Ադրբեջանի տարածքում վերականգնում է ռուսական ռազմական ներկայությունը։ Սա էր նախնական պայմանավորվածությունը։ Բայց դեպքերի բերումով եղավ այնպես, որ ռուսներն ասացին Արցախը մենք կվերցնենք
եղբայր ջան, հակը հայազրկենք, դու մեզ դրանում կօգնես, ոնց որ պայմանավորվել ենք, բայց զորքերը կհավաքես Այսինքն ռուսների քարտերը խառնվեցին, բանաձևը փոխվեց, հիմա նույնը դուք տեսնում եք, որ այստեղ է Փաշինյանը փորձում անել։ Դա Փաշինյանը չի փորձում անել, դա վիճակը Բերլանդյան, որ ինչպես եւ ասեցի, թուրքական ազդեցությունը էապես ավելացրել, Փաշինյանը դա փորձում է օգտվել։ Թե Փաշինյանը ուղիղ հարաբերությունների մեջ է մտնում Էրդողանի հետ, թուրքական կողմի հետ, էլի դուք ասում եք ռուսական կողմը դժգոհություն է հայտնում։ Ես դրա համար, որովհետև թուրքական կողմի փաստացի եղած զորությունը փաստացի ուզում են իրականացնել, այսինքն Հայաստանը Փաշինյանը եղած վարչակարգը որպես իր գոյության երաշխավոր Մոսկվայից տեղափոխում է ընտրությունը դեպի Անկարա Բաքու։ Դա նշանակում է դուք բոլոր դեպքերում անկախ նրանից թե մենք ինչ տեղեկություններ ունենք իսկապես ինչ է խոսվել այնտեղ, բացի այդ ընդհանուր խոսքերից տարածաշրջան, Հարավային Կովկաս, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, թե ինչ է իսկապես այնտեղ խոսվել, անկախ նրանից թե ինչքան ճշգրտությամբ մենք գիտենք ինչ է խոսվել, դուք ասում եք խոսվել է հակահայկական, բնականաբար հայերի շահերից չբխող տարբերակներ եւ բնականաբար բովանդակություն ուներ այդ հանդիպումը։ Այո, բնականաբար, որովհետև դրա բազմաթիվ ապացույցներ ունենք։ Իդեմս այն պահանջների, որ թուրք-ադրբեջանական կողմը ոչ միայն Փաշինյանական իշխանության օրոք, մինչ այդ էլ, մասնավորապես Փաշինյանական իշխանության օրոք շարունակ դրել է հայկական կողմի դիմաց, որ եթե դուք ուզում եք մեր հետ հարաբերությունների կարգավորում, չգիտեմ, կարգավորումը տարբեր, սահմաններ բացվի, խաղաղություն լինի, սա լինի, նա լինի, տնտեսական հարաբերություն եւ այլն, ապա պետք է դուք անեք սա, եւ այդ բոլորը հերթով կյանքի է կոչվում, եւ այդ բոլորը հերթով հակահայկական են։ Մենք զրկվում ենք, ոչ թե զրկվում ենք, Փաշինյանական այս գործող վարչակարգը ինքը մեզ փորձում է զրկել մեր հայրենիքից, մեր հայրենիքի հասկացությունից, այս եկեղեցու հետ կապված դեպքերը նա փորձում է հեղինակազրկել հայ առաքելական եկեղեցին, նա փորձում է հայոց պատմությունից մեզ զրկել, հայոց պատմությունը վերանվանելով, իսկ դա բովանդակային վերանվանում է Հայաստանի մեր երազանքներից, պահանջատիրությունից մեզ զրկել դրանով դնելով իրական Հայաստան եւ ի վերջո իր այս վերջի ազգային ժողովի ելույթում ինքը ծրագրային ելույթեր իր էությամբ նա ասեց իր համար սակրալ միտք այդ միտքը ասեցին գժվել է հիմար բաներ ասեն ոչ դա այդպես չի նա սակրալ միտք ասեց հետևյալը մենք ոչ թե կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը այլ ձեռք բերեցինք Հայաստանի Հանրապետություն այսինքն Հայաստանի այն հանրապետությունը, այն Հայաստանը, որ Փաշինյանը տեսնում է, դա հնարավոր է ունենալ միայն հրաժարվելով մեր հայկական հարցի պահանջատիրությունից։ Փաշինյանը ասում է, խաղաղություն եմ բերում, Փաշինյանը ասում է, ֆորպոստից դառնում ենք ինչ, անկախ, ինչ էր ձևակերպումը։ Դառնում ենք Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետություն ենք դառնում։ Ֆորպոստից դառնում ենք պետություն, եւ ես առաջին ղեկավարն եմ Հայաստանի Հանրապետության, ով ճանաչել է, ով հիմա ճանաչում է Հայաստանի Հանրապետության սահմանները։ Մարդը ասում է, ես խաղաղություն եմ ձեզ բերում, Հայաստանի Հանրապետության սահման եմ ճանաչում եւ ֆորպոստից դառնում ենք պետություն։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունն եմ ճանաչում։ Սահմանները առաջինը ես եմ ճանաչում, ոչ ոք մինչ այժմ։ Հայաստանի Հանրապետությունն եմ ճանաչում հրաժարվելով Արցախից, հրաժարվելով եւ պետք է շարունակել, որտեղ Արցախը դա հայկական հարցի մաս է, հրաժարվելով Արցախից, հրաժարվելով Նախիջևանից, հրաժարվելով Արևմտյան Հայաստանից, հրաժարվելով հայկական պահանջատիրությունից, հրաժարվելով մեր հայրենիքից։ Սրանով ես Հայաստանի Հանրապետության սահմաններ եմ գծում 1 երկրորդը խաղաղություն եմ բերում կապիտուլյացիայով կապիտուլյացիան փաստաթուղթ ստորագրելով այսինքն դա խաղաղություն չի որովհետև խաղաղություն ոչ թե կապիտուլյացիայով է ձեռք բերում որովհետև կապիտուլյացիայով դու կորցնում ես խաղաղության հնարավորությունը այլ դու խաղաղություն կարաս ձեռք բերել համարժեք հարաբերությունների պարագայում, երբ որ դու ոչ թե կապիտուլացված ես, այլ դու քո դիրքորոշումը կարողանում ես դնել եւ պահանջել եւ արդյունքի հասնել։ Մյուս բանը
ֆորպոստից գնում են պետություն։ Տեսեք, ինչ է նշանակում, ինչ էր նշանակում ֆորպոստ։ Դա այդ ձևակերպումը իմ ինչալուց տվեց հիմա անունը չեմ հիշի, բայց ժամանակին տվեց ռուսական պետդումայի պատգամավորներից մեկը, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է։ Եվ նա ճիշտ ասեց։ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է։ Եվ ինչ որ իմաստով Փաշինյանն էլ է ճշգրիտ ձևակերպում ասելով, որ ինչ է նշանակում ֆորպոստ։ Ֆորպոստ նշանակում է, որ դու ոչ թե քո շահերն ես հետամուտ լինում, այլ մետրոպոլիայի շահերն ես հետամուտ լինում, այսինքն մետրոպոլիայի շահերը իրականացնողս։ Ճիշտ է։ Տասնամյակներ շարունակ դա արդեն մենք ենք ասում եւ ասում ենք շարունակ տարիներ շարունակ ասում ենք, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում տիրող իշխանական համակարգը բացի ապազգային հակապետական կորպորատիվ լինելուց զատ ինքը սպասարկել է օտարի շահերը, սպասարկել է օտարի եւ շարունակում է սպասարկել օտարի շահերը։ Հիմա փորձում եմ, չեմ փորձում, ես փոկվել եմ արդեն։ Ասելով չի, հիմա ես գալիս եմ դրան, ասելով չի, պետք է բանի կատակի նման դու էլ ասա, ասելով չի, մենք պետք է նայենք թե իրականում ինչա կատարվում։ Այսինքն Հայաստանը որպես մետրոպոլիա ունեցել է դարեր շարունակ Ռուսաստանը եւ Ռուսաստանի ֆորպոստն է եղել սպասարկելով ռուսական շահ եւ տասնամյակներ շարունակ այս նոր անկախ հայկական պետականության շրջանակում դա եղել է հիմնական գործառույթը, որը Հայաստանի Հանրապետություն կոչված միավորը իրականացրել է։ Դա արտահայտվել է բազմաթիվ բաներում, սկսած մեր անկախության հռչակագրի բովանդակությունից, երբ որ վախեցել են ասել, որ վերածնվում է Հայաստանի Հանրապետությունը, որ մեր անկախությունը, պետական անկախությունը վերածնվում է։ Վախեցել են նույնիսկ դա ասել։ Հիմա Փաշինյանը այդ ֆորպոստային վիճակից, իսկ ֆորպոստը իր մեջ այնուամենայնիվ ինքը ունի որոշակի գործառույթի համար անհրաժեշտ բաներ, զորություններ։ Այդ զորություններն էլ է ոչնչացնում, ոչնչացրել, այսինքն ինքը ֆորպոստային բանից, տրամաբանից, որը խիստ բացասական բան է եւ դրա տրամաբանական զարգացումը պետք է լիներ, որ դա պետք է դառնա ինչ-որ մի ամորֆ բան։ Այսօր Հայաստանը անգամ ֆորպոստ չի։ Ինքը ամորֆ ինչ-որ տարածք է։ Ամորֆ Հայաստանի Հանրապետությունը ապահայկական անգամ ֆունկցիոնալ նշանակություն չունի, նա գործոն չի։ Ասում անկախ պետականություն է։ Անկախ պետականությունը ունի իր չափանիշները, իր հատկանիշները։ Օրինակ, անկախ պետականությունը պետք է ունենա պետական ինքնիշխանություն, անկախ արտաքին քաղաքականություն, եւ որևէ մեկը իր բաները, տարածքը, իր պետական սահմանները պետք է կարողանա պաշտպանել, անվտանգություն ապահովել։ Այդ թվարկածից ոչ մեկը ինքը չի կարողանում անի։ Եվ չունի նպատակ անելու։ Չունի նպատակ, որովհետև հայկական պետություն կոչողը պետք է լինի ապահայկական, այսինքն ինքը պետք է գործոն չլինի, ինքը հայկականությունը որպես այդպեսին վերացնում է, դա իր ծրագիրն է։ Եվ դա իր ծրագիրն է համաձայնեցված նաև այդ մեր ասած ողերին բարեկամների եւ ողերին թշնամիների հետ։ Հիմա այդ ամեն ինչի պարագայում կրկնվում եմ, ինքը պետք է ունենա իշխանության այն չափը ինչ որ ունի եւ դա հենց ավել, եթե կարող է։ Դրա համար բայց արտաքին երաշխավոր է պետք։ Արտաքին երաշխավոր որպես այդպեսին այսօր ինքը նախընտրում է Թուրքիան, որովհետև Թուրքիան այսօր ավելի զորեղ է տարածաշրջանում, քան Ռուսաստանը։ Պարզ բանաձև է։ Ոչ թե Թուրքիան իրան ավելի հաճելի է, ոչ թե Թուրքիան իրան ավելի հոգեհարազատ է, կամ քան Ռուսաստանը, չէ, բոլոր նրանք, ովքեր հակահայ են, իրան շատ հոգեհարազատ են։ 26 թվականի ընտրություններին դուք ուզում եք ասեք, որ Փաշինյանի այցը Ստամբուլ նպատակ ուներ նաև ստանալ Թուրքիայի այսպես աջակցության խոստում, որ կպաշտպանի Փաշինյանին։ Ինչպես է պաշտպանելու, եթե ընտրությունները անցկացվում Հայաստանում եւ Հայաստանի քաղաքացին է գնում ընտրություն կատարելու։ Ուրեմն նորից անդրադառնանք մեր պատմությանը եւ կեղծ փորձենք կեղծ օրակարգից զերծ մնալ։ Հայաստանում երբևիցե ընտրությամբ իշխանություն չի փոխվել։ Երբևիցե եւ չի կարա փոխվի քաղաքացու որոշումով, ընտրությունը քաղաքացու որոշումը այդտեղ դեպքում դերակատարում չունի, որովհետեւ ընտրությունն ասած միջոցառումը իրականացվում է գործող համակարգի կողմից, իրենց դաշտում, իրենց պայմաններով, իրենց գործիքներով եւ անտրամաբանական կլինի, որ այդ համակարգը գործող իշխանական համակարգը կամ այդ պայն եղած վարչակարգը
այդ ամբողջի տնօրինման թույլ տա, որ իրան իշխանությունից զրկեն։ Բայց բան չի լինում, չի կարող լինել եւ չի լինելու։ Պայքարը ներքին է, ներհամակարգային է, եւ ներհամակարգային պայքարի արդյունքում, որը հետո վերածվում է ճակերտներում բեմադրության անունը ընտրություն, ներհամակարգային պայքարի արդյունքում որոշվում է, թե ով է լինելու հաջորդ կառավարիչը համակարգի։ Եվ իշխանության փոխանցումը իրականացվում կամ չի իրականացվում, իշխանությունը պահպանվում է գործող վարչակարգի մոտ։ Փաշինյանը արտաքին է դեպքում ուժի գործոնը։ Այդ ամեն ինչում շատ կարևոր է արտաքին ուժի գործոնը, որովհետև գործող համակարգը ընդհանուր առմամբ գոյություն ունի արտաքին երաշխավորության ներքո։ Արտաքին լծակներն են եւ արտաքին ուժերն են, որ ապահովում են գործող համակարգի կենսունակությունը։ Ռուսաստանի գործոնն էինք դիտարկում։ Առաջնային է եղել միշտ։ Հիմա դուք ասում եք Փաշինյանը թուրք-ադրբեջանական գործոնն է աշխատացնում, եւ եթե հիշենք, հիմա հետեւյալ հարցը, այո, չէ, դուք դա եք ասում։ Եվ եթե մենք նորից վերադառնանք այդ հաղորդակցվող անոթներ ձևակերպմանը, եւ եթե ստացվում է, որ Ռուսաստանին եւ Թուրքիային պետք է միևնույն Փաշինյանը այստեղ, թե այստեղ նրանց շահերը բախվում են։ Ռուսաստանին պետք չի Փաշինյանը մնա այստեղ, իսկ Փաշինյանը գնաց օգնություն ստանալու, խնդրելու եւ վստահ լինելու այդ օգնության մեջ թուրք-ադրբեջանական կողմից։ Տեսեք, երկու կողմին պետք է այդ 35 տարի, 40 տարի արդեն Հայաստանը տիրող իշխանական համակարգի գոյությունը։ Իշխանական համակարգի որ ներկայացուցիչը կլինի առաջնորդողը, ճակերտներում ասած Հայաստանի կառավարության, դա երկրորդ հարցն է։ Առաջինը պետք է այդ իշխանական համակարգը պահպանվի։ Փաշինյանի անձի պարագայում եկեք հիշենք, որ դեռևս 21 թվականի նորից ճակերտներում ընտրությունների նախորդին Պուտինը հատուկ հայտարարությամբ ասեց, որ Փաշինյանն է իմ ընտրյալը։ Իսկ բառերը, որ ինքը ասեց, հետևյալն էր, որ Փաշինյանը ոչ թե դավաճանն է, այլ ինքը շատ խիզախ մարդ է, ինքը իրական առաջնորդողը։ Սա փաստացի ասեց Պուտինը, ասելով, որ իմ բանը, իմ տեխնացում Փաշինյանն է։ Այն արդեն մնացածը դուք խաղաք այդ տիրույթում, այսպես կոչված անդիմադիր ուժեր, հա, որոնք այսօր ազգային ժողովում են։ Հիմա այսօր Փաշինյանից ավելի լավ հակահայ, որպես կառավարիչ, դժվար է գտնել։ Բայց Փաշինյանի համար անհրաժեշտ երաշխավորության չափը Ռուսաստան չի կարողանում ապահովել, որտեղ թուլացել է։ Ապահովում է Թուրքիան։ Հիմա Ռուսաստանը ես կարծում եմ, բայց բոլոր գործողությունները Կիրիենկոյով հանդես։ Դա բերման դա դրա նպատակը է, մենք Կիրիենկոյի մասին ասում են, մենք այդքան Չէ, դա այսպես ոնց որ այդպես ենք ձևակերպում։ Անը դնենք Կիրիենկո։ Հա, այդպես ենք ձևակերպում։ Անը դնենք, որ Ռուսաստանի կողմից նշանակված կուրատորը Հայաստանի համակարգում Կիրիենկոն է։ Կիրիենկոնը թե ով է։ Գործողություններն էլ անվանեն Կիրիենկոյի անվանենք պայմանական ենք դասում, որտեղ դա Կիրիենկո է թե չէ, ես անձամբ չգիտեմ։ Անը դնենք Կիրիենկո։ Հիմա Կիրիենկոյի այդ ծրագրի նպատակը այն է, որ եթե Փաշինյանը տեսնի, որ իր վրա վտանգ կա, ճնշում կա ավելի մեծ Ռուսաստանից, քան կարա լինի թուրք-ադրբեջանական տանդեմից, ինքը նորից շուռ կգա դեպի Ռուսաստան։ Այդ պարագայում Փաշինյանը մնալու է։ Բայց եթե Փաշինյանը դա չտեսնի, ապա կարող է համակարգից մեկ ուրիշին փորձեն գտնել, որը ռուսական շահը իր համար կդնի առաջնային, քան թուրք-ադրբեջանականը, այդ հաղորդակցող անոթների շրջանակում, եւ նրանք կփորձեն առաջ մղել։ Չեն հակասում իրար Ռուսաստանի, եթե ձեր այդ տրամաբանությամբ գնանք եւ ստացվի, որ Փաշինյանը գնացել էր որպեսի ստանա աջակցության խոստումը եւ ասենք թե ստացել է, օրինակ ենք վերցնում, նախ ստացել է թե ոչ։ Չգիտեմ, դժվարանում եմ ասել, հնդածս կերև, հա։ Եվ շահերը հակասում են իրար թուրք-ադրբեջանական եւ ռուսական իդեմս Փաշինյանին։ Նորից չեն հակասում, նրանք կուզեն, որ ստեղի բանը, ստեղի այսպես կոչված վարչակարգի ղեկավարը սպասարկի առաջնային մեկը կուզի իր շահը, մյուսը կուզի իր շահը։ Այսինքն այն ինչ այսօր տեղի է ունենում, այն ինչ այսօր այո, այն ինչ անփոփոխ մնա։ Անփոփոխ մնա համակարգը, անձը համակարգը կառավարող։ Եկեք այդ դեպքում տարանջատեք, ինչ է նշանակում անփոփոխ մնա համակարգը, ինչ է մնա եւ ինչ դերակատարում ունի անձը այդ համակարգի մեջ։ Այդ դեպքում ուրիշ անձ կարող են բերել, եթե դուք ասում եք կարող են փորձել բերել, բայց դա չի նշանակում կարող են բերել։ Եկեք ես
խնդրում եմ դուք բացեք, ինչ է նշանակում համակարգը։ Համակարգի մասին էլի բազմաթիվ անգամ խոսել ենք, հերթական անգամ խոսենք։ Հայաստանը 90-ականների սկզբերից տիրում է համակարգ, իշխանական համակարգ, որը իր էությամբ ապազգային է, հակապետական է, կորպորատիվ է, սպասարկում է օտարի շահերը եւ ընդհանուր առմամբ հակահայ է։ Այդ համակարգը տասնամյակների ընթացքում ունեցել է տարբեր վարչակարգեր։ Լեոն Տեր-Պետրոսյանական վարչակարգը, Քոչարյանական վարչակարգը, Սերժ Սարգսյանական վարչակարգը, Փաշինյանական վարչակարգը։ Բոլոր այդ վարչակարգերը եղել են նույն համակարգի վարչակարգեր։ Այդ վարչակարգերի միջև համակարգի ներսում առ այսօր կա մրցակցություն, թե այնուամենայնիվ համակարգի շրջանակում ով է լինելու իշխողը։ Աթոռի իշխանության, աթոռ չասենք, իշխանության, որովհետև ով առաջնորդումն է, ով իշխանությունն է, ով իշխող վարչակարգի։ Ոչ թե գիծն է փոխվում։ Հա, գիծը չի փոխվում։ Իշխող վարչակարգի ով առաջնորդումն է, ամենամեծ բնական է, չէ, ամենամեծ բարիքը ինքն է ստանում։ Մնացածին ավելի քիչ է տրվում։ Հիմա այդ բարիքի համար անընդհատ կռիվ է գնում։ Հիմա Փաշինյանը Եվ ասեցի, իշխանության փոխանցում է լինում անընդհատ։ Ընթացքում եղել են նաև այլ բաներ, դրա մասին ենք առանձին խոսել։ Օրինակ եղել է հեղաշրջում, մեր համակարգային, պալատական։ 98 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին հեղաշրջումով դուրս մղեցին իր գրաված իշխանության դիրքից։ Բայց դա միշտ համակարգի շրջանակում, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանին դուրս մղեցին, դա իրանից հետո եկավ համակարգի մյուս ներկայացուցիչը։ Ում նա էր հենց բերել։ Ինքներ բերել, այսինքն փոխանցումը իրականացվում է երկար տարիներ աշխատել իր հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանի հետ տարիներ շարունակ աշխատել էր, երբ որ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի եւ նախագահ էր եւ դրանից եւ ամեն ինչ էր, հա։ Եվ դրանից առաջ, ինչ նախագահ դառնալը։ Հիմա այդ ասելով հանդերձ, հիմա գալիս ենք հիմնական խնդրին։ Այսինքն համակարգի ինչ որ նկարագրեցի, գոյությունը ձեռք է տալիս եւ Ռուսաստանին եւ Թուրքիային, այսինքն այդ համակարգը հակահայ է եւ նրանց պետք է Հայաստանում լինի իշխանական համակարգ, որը իրենց շահերը կսպասարկի։ Համակարգի առաջնորդողը ոնց որ ինքը ունի ներսում բոնուսներ, այնպես էլ ինձ եւ առավել բոնուս կարա տա Ռուսաստանին կամ օրինակ Թուրքիային։ Ես օրինակ բերեցի Զանգեզուրի միջանցքը ով կվերահսկի։ Զանգեզուրի միջանցքը պետք է լինի, եթե միջանցք լինում, հա, պետք է լինի հայկական վերահսկողությունից դուրս։ Արտատ տարածքային։ Բայց մենք տեսնում ենք, որ ոնց որ թե Փաշինյանը եւ Արադ Միրզոյանը դեռևս այդ ձևակերպումը պահպանում են։ Եթե լինի ճանապարհ, պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ, իրանք չեն, որ դա պահպանում են։ Բայց պահպանում են այդ գիծը, իրանք չեն, որ այդ գիծը պահպանում են, որովհետեւ Զանգեզուրի միջանցքը տրված է նոյեմբերի 9-ի 10-ի պայմանագրի 9-րդ կետով հանձնված է դեռևս 2020 թվականին, հանձնված է սևը սպիտակով գրված է։ Ինչու՞մն է խնդիրը նա է, որ Իրանը եւ Արևմուտքը դեմ են, որ այդ միջանցքը վերահսկվի ռուս-թուրքական այդ բանի հաղորդակցող անոթների կողմից, դեմ են եւ սրանք չեն կարողանում այդ դիմադրությանը հակառակ գնալ։ Ասում են եւ Էրդողանը մի անգամ չի որ ասել է մեր խնդիրը Հայաստանի հետ չի, մեր խնդիրը Իրանի հետ է։ Դե հիմա Իրանը սարսափելի ծանր վիճակում է, այո։ Եվ հիմա եթե անդրադառնանք դրան հայկական Իրանի կողմից հայկական շահի պահպանը տարօրինակ է հնչում, բայց դա այդպես է, հայկական շահի պահպանման ռեսուրսը կարող է նվազի, որովհետև Իրանը զբաղված է անմիջական իր տարածքում հենց իր երկրում ընթացող պատերազմի Արևմուտքի գործոնը առ այս պահը կա, բայց նույնպես Արևմուտքը Հայաստանը, տեսեք, ինքը Իրանը որպես կարևորություն, առաջնային կարևորության տիրույթում չի։ Մերձավոր Արևելք, Ռուս-Ուկրաինա, դրանք Թայվան, դրանք առաջնային կարևորության գործոններ են բանի համար, Արևմուտքի համար մասնավորապես։ Արևմուտք եսի նկատում եւ Եվրոպա եւ ԱՄՆ իրար հետ համատեղ։ Ինչքան լարվածությունը մեծանում է, ինչքան բախման կետերը շատանում են, այնքան Հայաստանի համար վիճակը դառնում է ավելի վտանգավոր։ Եվ այդ տեսակետից Արևմուտքի դժգոհությունը կամ խանգարումը նրա, որ այդ միջանցքը լինի ռուս-թուրքական վերահսկողության տակ,
կարող է բան ու նվազի, բայց ես կարծում եմ առ այս պահին դա կա եւ վկա դրան այն բաները դիտորդները, որոնք արևմուտքից Եվրամիությունից այսօր գտնվում են Հայաստանում։ Եվ վկա դա, որ այդ արևմուտքը խանգարում է այն, որ եւ ռուսները, եւ ադրբեջանացիք եւ թուրքերը փաստացի շարունակ պայքարում են նրա համար, որ այդ դիտորդները Հայաստանից գնան։ Որտեղ իրենց խանգարում են։ Տեսեք, այն ինչ որ վերաբերվում է ընդհանուր շահին, այդտեղ դիրքորոշումների տարանջատում ընդհանրապես չկա։ Բազմաթիվ բաներ կա, որ պետք կարելի է ասել, չէ՞, այստեղ ռուսները եւ թուրքերը նույն բանն են ասում։ Օրինակ, ռուսները եւ թուրքերը ադրբեջանցիք տվյալ դեպքում նույն այդ դիտորդների մասին նույն դիրքորոշումը ունեն։ Ռուսները եւ ադրբեջանցիք նույն այդ միջանցքի մասին նույն դիրքորոշումը ունեն։ Ռուսները եւ ադրբեջանցիք նույն այս սովետական միության վարչական սահմանները պետական դարձնելու այդ համատեքստում նույն դիրքորոշումը ունեն։ Բայց միջանցքի հարցում Իրանը եւ Արևմուտքը շահերը համընկնում են։ Շահերը համընկնում են այն տեսակետից, որ նրանք չեն ուզում թույլ չեն տալիս, չեն ուզում չէ, թույլ չեն տալիս, որ դա ռուս-թուրքական վերահսկողություն Կարելի է ասել, որ Հայաստան, ոչ միայն միջանցքը, ես նեղացրեցի, դարձրեցի միջանցք, Հայաստանի հարցում, Հայաստանի ապագայի եւ գոյության հարցում Իրանի եւ Արևմուտքի տեսակետները եւ շահերը համընկնում են։ Այո եւ ոչ, ինչու՞ են համընկնում, նրանով որ Հայաստանը պետքա լինի, այսինքն եւ Արևմուտքը եւ Իրանը ու բան ունի, իրենց ազգային եւ պետական շահերից բխում է, որ Հայաստանը որպես գործոն գոնե որոշակի կենսունակությամբ պիտի պահպանի հայաբնակ Հայաստանը հայաբնակ անպայման հայաբնակ այո պետք է որոշակի կենսունակություն ունենա որպեսզի հետագայում այդ կենսունակության ավելացման հնարավորություններ առաջանալ բայց նորից Այնտեղ կա նաև որոշակի հակասությունը հետևյալն է։ Նույն այդ Հայաստանը, որ պետք է կարողանա դիմադրել ռուս-թուրքական ճնշմանը, այդ նույն Հայաստանը ում հետ Իրանի թե Արևմուտքի, որովհետև Իրանն ու Արևմուտքը առանձին բաներ ունեն, չէ՞, իրար մեջ խնդիրներ ունեն, հա։ Ում կողմից պետք է ավելի լինի, այսինքն ում վերահսկողության իրանց մեջ արդեն ում ազդեցության տակ ավելի շատ պետք է լինի։ Էրդողանի Չէ, այդ ռուս-թուրքականից դուրս։ Պատկերացրեք։ Հիմա տեսեք, Իրանը եւ լուծումը գուցե տեսնում է Փաշինյանը։ Դե Փաշինյանը իհարկե տեսնում է ռուս-թուրքական տիրույթում լուծումը։ Փաշինյանի մասին չի խոսքը, մենք խոսում ենք Արևմուտք Իրան։ Այստեղ Փաշինյանը եւ Հայաստանի շահերն են սկսում հակասել։ Միշտ էլ եղել են հենց այդ ինչ որ ես ասում եմ, այդ համար ասացի, այդ իշխանական համակարգը, որի հերթական ներկայացուցիչը Փաշինյանն է, ինքը հայ է։ Եվ կորպորացիայի, դա կորպորատիվ իշխանությունն է, կորպորացիայի եւ պետության շահերը միշտ հակասել են եւ հակասել են։ Սա ձեր վերլուծություններ, շնորհակալություն այս հարցերի շուրջ, հիմա Իրան, Իսրայել։ Ինչ ունենք այս պահի դրությամբ, իհարկե անընդհատ փոխվում է ինֆորմացիան, այն պահին, երբ դուրս կգա, եթեր կհեռարձակվի մեր այս հարցազրույցը գուցե եւ շատ բան փոխվի այս պահի համեմատությամբ, բայց այս պահի դրությամբ ձեր գնահատականը եկեք ընդհանուր վերցնենք, այս պահի դրությամբ հետեւյալն է։ Այո, Իրանի արտգործնախարարը հանդիպեց եվրոպական 3 երկրների հետ, նրանք խոսում են միջուկային ծրագրի մասին, բայց Իրանը պահանջում է, որ Իսրայելը դադարեցնի կրակը, նոր նրանք կարողանան նստեն բանակցությունների, Թրամփ ասում է, ես չեմ կարող ներազդել Իսրայելի վրա եւ նպատակահարմար չեմ գտնում ներազդել Իսրայելի վրա, որ դադարեցնի, առավել եւս որ Իսրայելի վիճակը ես այսպես ներկայացնում եմ Թրամփի խոսքերը, Իսրայելի վիճակը շատ ավելի լավ է, քան Իրանի այս պահին, եւ մենք հիշում ենք, որ երկու շաբաթ էր տվել Թրամփը մի 2 օր առաջ, մինչ իր վերջնական որոշումը նա մասնակցելու է, նա գալու է եւ հրթիռակոծելու է այդ հայտնի սարը, թե ոչ։ Տեսեք, ի վերջո այն պատերազմական գործողությունները, որ այսօր առկա են եւ վտանգը, որ դա վերածվելու է վերջո լայնածավալ պատերազմի առկա է, այդ պատերազմական գործողություններում Իսրայելն եւ Իրանն անմիջական մասնակցությամբ երկուսի եւ ոչ մեկը այս պահին չունեն բավարար ներուժ պատերազմը կամ պատերազմական գործողությունները ավարտելու իօգուտ իրանց։ Եվ ցանկություն երևի կանգնելու, հա։ Դե ցանկություն կանգնելու բնականաբար այս պահին չկա, որովհետև դեռևս հստակ չի, որ ինքը
ինչ արդյունք, վերջնարդյունքի կարող է բերել։ Իսկ այդ հստակությունը կառաջանա այն պարագայում, թե Ամերիկան կդառնա կողմ պատերազմի արդեն, ոչ պատերազմական գործողություն, արդեն պատերազմը, թե Ամերիկան ներգրավից դա դառնալու է պատերազմ, թե չի դառնա կողմ։ Ոչ մեկը, ոչ Իրանը կրկնվում եմ, ոչ Իսրայելը այս պահին չունի բավարար ներուժ այս բախումը իր հաղթանակով ավարտելու։ Եվ դատապարտված են 2 շաբաթ գոնե առնվազն Թրամփի ներկայացումը։ Դե հիմա այս 2 շաբաթ շարունակել այս կռիվը, Դե հիմա այս 2 շաբաթում կողմն է, ով է հաղթում։ Թրամփը դրանով չի իմ կարծիքով կողմնորոշվելու, հիմա բան անենք։ Թրամփը ենթարկվում է ճնշումներին, թե եւ նորից։ Թրամփը չմոռանանք, որ Թրամփը մեր Փաշինյան Նիկոլի նման պոպուլիստ է։ Ինքը այդ ճնշումներին բան է արվում, ճնշումների ազդեցության տակ իր որոշումները հաճախ Բայց նրա ձեռքին հզոր զենք է տրված, դա միացյալ նահանգներ է կոչվում այդ զենքը։ Այո, բայց այնուամենայնիվ ինքը պոպուլիստ է, ինքը կապիտուլյանտ պոպուլիստ չի, այլ մաչո պոպուլիստ է, Թրամփի տարբերություն Փաշինյանի, բայց այնուամենայնիվ ինքը ճնշումների տրվող անձնավորություն է։ Եվ հենց վերջերս ինքը մի բան ասեց, որը շատ առանձնահատուկ էր իր համար, ասեց դուք ոչ մեկը չեք կարող իմանալ հարցինի պատասխան, թե ես ինչ որոշում կընդունեմ, որովհետև իմ վերջնական որոշումը ես ընդունում եմ որոշումը կատարվելուց մի վայրկյան առաջ, բառացի։ Այսինքն մի վայրկյան առաջ նոր որոշում եմ ընդունում, որովհետև այնքան բան է փոխվում, այնքան զարգացումներ կան աշխարհում, այդպես բացատրում։ Այսինքն ինքը դուք հասկանում եք ինչ ասում, ձեր ասած աշխարհի ամենահզոր գործիք անվանեցիք ԱՄՆ-ի բանը կառավարիչը ասում է ես իմ վերջնական որոշումը ընդունում որոշումը կյանքի կոչելուց մի վայրկյան առաջ ասում դրանց մի վայրկյան առաջ ինքը ուրիշ որոշում կարող ունենալ մտքում այնպես որ այդ ճնշումներին Թրամփը չի կարողանում չտրվել իր էությունից ելնելով հիմա որոնք են այդ ճնշումները դա պետք է կարևոր է հասկանալու համար իրական վիճակը այդ ճնշումները, որը կատարվում ԱՄՆ-ի, Թրամփի վրա, այդ ճնշումների հետևանք տարածաշրջանի աշխարհի հարցեր լուծվում։ Մասնավորապես Իրան-Իսրայել այս պատերազմական գործողությունների հարցը։ Ճնշումները հետևյալն են։ Թրամփը մենք դրան անդրադարձել ենք։ Թրամփը եկել է իշխանության հենված երկու հանրապետական կոչված ուժի, քաղաքական ուժի երկու թևի վրա։ Մի թևը դա աջ պահպանողականներն են հանրապետական, մյուս թևը դա MAGA-ն է, Թրամփի կողմից ստեղծած Make America Great Again խումբն է, եւ այդտեղ կան սկզբունքային արմատական տարբերություններ։ MAGA խմբի, որը Թրամփի ձևավորած խումբն է, հիմնական դրույթը արտաքին հարաբերություններում հետեւյալն է, որ Ամերիկան պետք է վարի իզոլացիոնիստական քաղաքական իզոլացիոնիզմ պետք է լինի հիմքում Ամերիկայի արտաքին քաղաքականության, դա ինչ է նշանակում, որ պատերազմ Ամերիկան չի հրահրում, եղած պատերազմներից ոչ մեկին չի մասնակցում եւ բոլոր գործող այդ ռազմական բաները պետք է բերի խաղաղության, զինադադար խաղաղություն, սա է ԱՄՆ-ի բանը եւ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ դադարում է նախաձեռնող լինելուց որևէ փոփոխության կամ որևէ ռազմական գործողության։ Սա MAGA-ի հենքային դրույթն է։ Թրամփը ինքը MAGA-ի ներկայացուցիչն է։ Եվ այսօր MAGA-ն Թրամփին ասում է դու օգնում ես Իսրայելին։ Խնդիր չի։ Իսրայելը մեր, չգիտեմ, անհավանական մեծ դաշնակիցն է։ Բայց դու որևէ կերպ անմիջական մասնակցություն պետք է չունենաս հարձակողական գործողությունների մեջ։ Իսկ եթե դու հանգած ռմբակոծեցիր, այդ ամբողջ բանը կոնցեպտը, այդ հայեցակարգը քանդվում է։ Դու խախտում ես այդ դեպքում դու ինչով ես տարբերվում մնացածից Բուշերից, Ռեյգաններից կամ մնացածից։ Դու խախտում ես, մենք դրա համար ենք բերել։ Խաղաղություն եմ բերում դրանով։ Խաղաղություն բերել, դու էլի ասում ես խաղաղություն պետք է բերեմ, բայց առանց անմիջական քո մասնակցության հարձակող։ Սա է եղել մեր հայեցակարգը։ Աջ հանրապետականները, պահպանողականն, ասում պետք է մասնակցես։ Դի խփես։ Որտեւ սա այն հնարավորությունը Իրանի վտանգը վերջնականապես բանից օրակարգից հանելու եւ Իսրայելին ձեռքերը ազատելու, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ինքը դառնա առաջնորդող երկիր։ Սա է մեր նպատակը, դու պետք է խփես։ Հիմա Թրամփի այդ երկու շաբաթ առնվազն 3 անգամ 2 շաբաթ տվել է Պուտինին ինքը։
Այս ամբողջ ընթացքում երկու շաբաթ հետո կտեսնես ինչ կլինի, ոչ մի բան էլ չի լինում, հերթական երկու շաբաթ է։ Մեզ վստահ չեմ որ այս երկու շաբաթում ինչ-որ բան կորոշվի, կամ երկու շաբաթվա ընթացքում ինչ-որ բան կորոշվի, բայց մի բան հստակ է, որ այդ վերջի վարկյանի որոշումը Թրամփի ազդելու է պատերազմի ընթացքի, պատերազմական գործողությունների ընթացքի վրա։ Նետանյահուն ձեռքերը ծալած չի նստում, նա աշխատելու է այս երկու Բայց շաբաթվա ճիշտ է, բայց Նետանյահուն եւ Իսրայելում էլ այսօր բանա չէ կատարվում, դժգոհություն կա, որովհետեւ Իրանը ի վերջո Սիրիա չի, Իրանը իր եւ ռազմական եւ քաղաքակրթական ներուժ ունեցող լուրջ երկիր եւ ժողովուրդ են պարսիկները եւ նրանք էլ ձեռքերը ծալած չեն նստում եւ Իսրայելում բավականաչափ լուրջ բաներ են լինում, կորուստներ են լինում եւ ռազմական եւ բնակչության մեջ իրար ոչնչացնելու են։ Չէ, կարա, որովհետեւ Թրամփը չի ասել երկու շաբաթ հետո, ասել է երկու շաբաթվա ընթացքում։ Կարա հենց վաղը այդ որոշումը այսպես ասած, վաղվա ինչ որ վարկյան է այդ որոշումը ասում։ Տեսեք ինքը հիմա ինչ հարցերով է զբաղվում։ Այդ կարևոր չի, ինքը ինչով ասես կարող զբաղվի։ Դա Թրամփի ոչն է։ Դա պոպուլիստի ոչն է։ Հիմա ինքը ամերիկացիները ամբողջ աշխարհը նստած նայում է թե ինչ է որոշելու Թրամփը, իսկ ինքը դրոշմիակախում բաներ անում կարող։ Հա, ինքը նորից Թրամփի համար կարևոր է դա պոպուլիզմին հատուկ աշխատավոճ է, գործելավոճ է։ Թրամփի համար կարևոր է, որ իր մասին միայն դրականը ասեն։ Կամ դրականը կամ ոչինչ։ Եթե հանկարծ, նույնիսկ իր ամենամտերիմը Էլոն Մասկի պատմություն բոլորիս աչքի առաջ եղավ, չէ՞։ Էլոն Մասկի հետ ինքը եկել էր իշխանության։ Էլոն Մասկը դժգոհեց այն բանից, ֆինանսական փաստաթղթից Big Beautiful Bill, այսպես ասած, որը Թրամփը անցկացներ, որտեղ համարեց, որ դա էլի հայեցակարգին դեմ բան է, վերջ թշնամական հարաբերություններ ձևավորել։ Հետո ինչ որ մեղմվեց, բայց կարևոր չի։ Թրամփի համար կարևոր է, ինքը անբասիր է, ինչ որ ինքը ասում է, դա պետք է միայն գովաբանվի։ Փորձում ենք ամփոփել այսօրվա հանդիպումը մեր։ Իհարկե կանխատեսում չեմ կարող դեզանից խնդրել, բայց ինչ եք կարծում կդիմանան երկու երկրները, թե չեն դիմանա, չդիմանալը։ Իսրայելի Իրանին նկատի ունեք։ Իսրայելի վիճակը եւ այս գալիք շաբաթների ընթացքում կլինի նույն ձևի իրար պարզապես ոչ մի այսպես արտառոց իրավիճակ տարածաշրջանում։ Տեսեք, Իսրայելի իրավիճակը, ինչպես նույն Թրամփն ասում, եւ այդտեղ ես իր հետ համաձայն եմ, ավելի բարենպաստ է այդ տեսակետից Իսրայելի ներուժն էլ ավելի մեծ կարճաժամկետ է։ Օրինակ Լիբանանը այսօր ասեց, ես չեմ մասնակցել 200%-ով չեմ մասնակցել։ Չէ, այս կարճաժամկետ բանի բախումների համատեքստում Իսրայելի վիճակը ավելի ձեռնտու է, որովհետեւ Իսրայելը ունի ԱՄՆ-ի աջակցությունը, Իսրայելը ունի ի վերջո Արևմուտքի, Եվրոպայի աջակցությունը եւ այլն։ Իսրայելը ունի անգամ արաբական երկրների աջակցությունը։ Ըստ չինական չկա աջակցություն։ Հիմա շատ դրան եք զմանադառնա, շատ լավ բան եք։ Չինական աջակցությունը առարկայական չի։ Այն ընթացքում ինչ որ պատերազմական համարժեք չի համարժեք չի ընդհանրապես, դա չէ քննարկվում, այլ առարկայական չի։ Ասում եմ երկու հատ նավա, բանա, օթանավա եկել, մի չգիտեմ այդ օթանավա եկել է, չեկել կամ ինչ ա եղել, բայց այդ դեպքերի ընթացքին նայել, երբ որ պատերազմը ընթանում, մի քիչ առաջ Թրամփին ասի, չէ, ինչով է զբաղված ԱՄՆ-ն, զբաղված է ներքին հարցերով։ Որ պատերազմը ընթանում Իրան, Իսրայել եւ Կատաղի պատերազմական գործողություններին Կատաղի բովանդակությամբ Չինաստանը այդ ընթացքում ունեցավ շատ իր համար կարևոր եւ դիրքավորման համար կարևոր Չինաստան մեր Միջին Ասիա երկրների բոլորի հանդիպում եւ դա լուրջ բան է շրջանառվեց ունեցավ երրակողմ հանդիպում Չինաստան, Պակիստան, Բանգլադեշ եւ Բանգլադեշ-Պակիստանը առաջի անգամը որ տես մտերիմ հարաբերություններ են, որտեղ եթե մարդիկ չգիտեն, ասեն որ Բանգլադեշը ժամանակին Պակիստանի մաս է եղել եւ հետո փոխվել է եւ այնտեղ հարաբերությունը բավականաչափ սուր էին։ Այդ հանդիպումը եղավ, որը նույնպես պատմական են, այսինքն Չինաստանը իր խնդիրները նաև հարավ-արևելյան Ասիայում եւ Միջին Ասիայում իր հայեցակարգին ներքո է լուծում Չինաստանը չի ներգրավում ռազմական գործողությունների մեջ իսկ Իրանին այսօր այդպեսի ներգրավում է պետք մյուս երկիրը որի մասին ասում են ասենց կանին
ուղիղ տեքստով Պուտինը Ռուսաստանը ասաց, որ եղբայր Միջնորդական մենք մեր հարաբերությունները մենք այդ փաստաթղթում չենք ասել, որ ռազմական աջակցություն կլինի, նույնիսկ որ մեզնից միակ առավելևս որ Իրանն էլ չի ուզում, որ չի խնդրում։ Առավելագույնը միջնորդական Հա, հակառակ այդ կարանք անենք եւ այլն, այսինքն առավելևս որ Իրանն էլ չմեզից բան չի խնդրում։ Էսա Իրանը մնացել է մենակ։ Իրանի ընդհանուր առմամբ ռեսուրսը եւ մարդկային ռեսուրսը եւ տարածքային ռեսուրսը եւ այլն ռեսուրսը ընդհանուր առմամբ ավելի մեծ է, քան Իսրայելին, բայց Իրանը մենակ է։ Իսկ Իսրայելը ունի աջակցություն։ Նենց որ չի կարելի ասել, որ եթե սա շարունակվի երկար, ինձ կարծիքով միևնույն է մեծ կորուստներ են ունենալու կողմերը, բայց միևնույն է ոչ ոք չի շահելու։ ԱՄՆ-ի որոշումը լինելու է վերջնական եւ իմ կարծիքով դրա հետևանքա լինելու պատերազմի ընթացքը։ Շնորհակալ եմ ուսումնասիրության համար շատ։ Տեսնենք ինչպես են զարգանում, կհանդիպենք մյուս շաբաթ։ Շնորհակալություն եւ ձեզ սիրելի հայրենակիցներ, որ մեզ հետ եք այս ընթացքում ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։